Իջևանի վերնատուն պատկերասրահում տեղի ունեցավ Կոմիտասի և Թումանյանի 150-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված էին 23 նկարչի և 2 քանդակագործի աշխատանքներ։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր Նկարիչների միության Տավուշի մասնաճյուղի ղեկավար Արմինե Թումանյանի և Հայ նկարիչների կենտրոնի համատեղ ջանքերով։ Մարզպետ Հայկ Չոբանյանը կարևորեց այս նախաձեռնությունը և նշեց, որ մշակույթը մեր կյանքի ամենակարևոր բաղադրիչն է։ Շնորհակալ եմ այս նախաձեռնության համար Հայ նկարիչների կենտրոնին և բոլոր նկարիչներին առանձին և միասին գործելուց։ Գեղարվեստը դա ամենակարևոր բաղադրիչն է կյանքի, մշակույթը ամենակարևոր բաղադրիչն է կյանքի, որը ցավոք սրտի ամենակարևորը չի մեր վարքագծի մեջ։ Աշխարհում բոլոր ժողովուրդները չէ, որ ամեն մի անկյունում, ամեն մի գյուղում ունեն այսպիսի տաղանդներ, որոնք կարող են ճաշակ դաստիարակել, աչք դաստիարակել և ականջ դաստիարակել։ Եվ այն հարիր երևույթները, որ մենք մեր շրջապատում ունենք, որ ոչ մի կապ չունի ոչ մշակույթի հետ, ոչ արվեստի հետ, ոչ հայկականության հետ, ոչ համամարտկային արժեքների հետ, այդ երևույթներին կարող ենք հաղթահարել միայն մշակույթի միջոցով։ Սա է ամենամեծ ուժը։ Վաստակավոր նկարիչ Մարտին Պետրոսյանը հիացած էր Տավուշի չքնաղ բնությամբ, անգամ մտածում էր Երևանից Տավուշ տեղափոխվելու մասին։ Իմ տպավորությունը սա է, որ ես եկել եմ մի երկիր, որը ինձ զարմացրել է, հրաշալի մի երկրում եմ գտնվում, որը երբեք չեմ եղել, բայց առաջ անգամ վրա մեծ տպավորություն է թողել։ Ես ուրախ եմ, որ ներկայանում եմ որպես նկարիչ այստեղ։ Ես ընդունելության համար ինձ ոգևորում է, որ այստեղ արվեստասեր ժողովուրդ է ապրում։ Իր բնությունը վրա մեծ տպավորություն է թողել, շատ մեծ։ Հայաստանում քիչ այդպիսի անկյուններ կան, որը մարդուն կարող է զարմացնել, բայց այստեղ Իջևանում ես զարմացել եմ այդ լեռների, այդ սարերի, այդ բնությանը, ուղղակի հիացած եմ։ Նույնիսկ ես մտածում եմ, որ Երևանից տեղափոխվեմ այստեղ ապրելու։ Ցուցահանդեսի բացմանն աջակցել են Տավուշի մարզպետարանը, Իջևանի համայնքապետարանը, Հայ նկարիչների կենտրոնը, Հայ կերպարվեստի հիմնադրամը և Տավուշի հոգևոր վերածնունդ հիմնադրամը։